այդ ինչը կարծինալ պետք է փոխի ձեր կյանքը, Սատուրնը։ Կարող է ձեզ թվալ, թե ամեն ինչ դանդաղ է ձեզ մոտ ընթանում, այդ ժամանակ վերցրեք ռևանշ, նույնը վերաբերվում է ձկներին, նույնը վերաբերվում է ասիձենտով խոյերին։ Ամեն մի ձեր քայլը պետք է գիտակցված լինի, լավ փոփոխությունների մասին է խոսքը, լավ փոփոխություններ են լինել, իսկ եթե դուք ինչ-որ սխալներ եք արել ձեր կյանքում, Սատուրնը պետք է կարգ ու կանոն հաստատի ձեր կյանքում, փոփոխությունները անխուսափելի են լինելու։ Որոշ մարդկանց մոտ լավ կարող է լինել, որոշ մարդկանց մոտ վատ, ով ինչ ցանում այն հնձում է, բայց Նեպտունը բերելու է վերջապես այդ վարդագույն ակնոցները, որպեսզի դուք անեք, վերջապես հասկանաք, թե ինչ է ձեզ պետք իրականում, դառնաք մի փոքր իմաստուն, գիտելիքներ ձեռք բերեք։ Շատերին կարող է ձգել ուժը ձեզ դեպի վեդայական թվագիտությունը, աստղաբանությունը եւ այլ տարոլոգիա իրական, մասնագիտական կողմերը ձեր։ Դուք հետագայում կարող եք երկար ժամանակով լավ ֆունդամենտ դնեք այդ գիտելիքները ձեռք բերելով։ Շատերը կարող են դառնալ նկարիչ, չգիտես որտեղից, բավականին տաղանդավոր, դա բացվի ձեզ մեջ։ Շատերը կարող են յոգայի ուսուցիչներ դառնան հետագայում, շատերը կարող են տարբեր, բայց խոյը ինչ է սիրում, իմպուլս եւ շատ արագ քայլեր, բայց Սատուրնը չի թողում, Սատուրնը ասում է մանրակրկիտ մտածի եւ սահմանները դուք պետք է դնեք։ Առաջինը մտածեք ձեր մասին, ձեր ընտանիքի, եւ լինեք բավականին պատասխանատու։ Սրանք կարևոր են լինելու։ Իսկ Նեպտունը երբ որ արդեն մտնում է ձեր ասիձենտ, առաջի տուն խոյ, այստեղ շատերի մոտ աչքերը կարող է բացվել, իրականությունը կարող եք տեսնել եւ շատ խոյերի հնարավոր է այդ իրականությունը դուր չգալ, պետք է փոխվել, որովհետեւ Սատուրնը ինքը կարմիկ, կարմա են ասում, կամ լավն ես արել, լավն է տալիս, վատն ես արել, վատն է տալիս։ Եվ Լիլիթը կարող է լինել սև, լուսին են ասում, բայց սա սովորական սև լուսին չէ։ Կարիճում դիսցիդենտ չմոռանանք, դա կշերքն է, մարդկանց հետ հարաբերություններում պետք է լինեք ներդաշնակ, աշխատեք ձեր էներգիաները ճիշտ օգտագործեք եւ շատ ճիշտ որոշումներ կայացնեք ձեր կյանքում։ Ամեն ինչ պետք է տեղում լինի։